Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանի հետ, որը եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հայր Գարեգինը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ կրկին հրավերի համար։ Սիրով։ Պարոն Հարությունյան, խոսենք եկեղեցու նորոգման, բարենորոգման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներից, մասնավորապես, որ համակարգող խորհուրդ ստեղծվեց, որը գիտեք ներառում է վարչապետը, 10 եպիսկոպոսները, նաև հայտարարության տեքստ ընդունվեց, որը հենց այդ ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի այդ գործընթացը տեղի ունենա, բայց ընդհանուր առմամբ, ինչ կտա այս նոր համակարգող խորհուրդը գործընթացին եւ նաև հայտարարության նոր տեքստը։ Առանց համակարգող խմբի անհնար է այլևս առաջ գնալ, որովհետև մենք մինչ այդ առանձին ելույթներ էինք ունենում, խոսք էինք ասում կամ որոշ հոգեվորականներ հարցազրույցներ էին տալիս կամ սոցցանցերում գրառումներ էին անում, բայց նույնիսկ այդ բարոյական խոսքը կամ ներկայությունը ոչինչ չտվեց, այսինքն չեղավ այն արդյունքը, որ պետք է այս իրականության մեջ արձանագրվեր։ Անկամ դեկտեմբերի 18-ին այդ հանդիպումը, այսպես ասած, Մայր Աթոռի երկու ճամբարների միջև, որ եկել էին եպիսկոպոսների աջակիցները եւ եկել էին Կտրիչ Ներսիսյանի աջակիցները եւ բախման վտանգ կար շատ լուրջ, ցույց տվեց, որ ոչինչ չի ստացվում, այսինքն կարդում են նույնիսկ իր հրաժարականի պահանջը, փոխանցում են դա կաթողիկոսի գրասենյակ, բայց այնտեղից առ այսօր չեղավ ոչ մի արձագանք, այլ հակառակը եղավ մեղադրանք, թե իբրև թե դուք չեք գալիս, ներկա չեք հոգևոր գերագույն խորհրդի նիստերին եւ չեք ուզում լսել մեզ։ Ուստի ձևավորվեց այս կարելի ասել վարչական կառույցը կամ տեխնիկական այս խումբը, որը իր ճանապարհային քարտեզով գործելու է ըստ հայ եկեղեցու ավանդության, հայ եկեղեցի կանոնագրքի եւ այո, նախ եւ առաջ ազատելու է գահը, այսինքն հուսով ենք հրաժարվելու ձևով կամ հեռացման ձևով Կտրիչ Ներսիսյանի եւ ապա ընտրվելու է տեղապահ, լինելու է նոր կանոնադրության մշակում, լինելու է ազգային եկեղեցական ժողով եւ կաթողիկոսի ընտրություն եւ այստեղ ամենակարևոր քայլը նաև ես տեսնում եմ նրանում, որ ինքը պաշտպանելու է թե թեմակալ առաջնորդներին, թե համայնքային հովիվներին եւ թե սարկավակներին, որովհետեւ գիտեք էլի եկեղեցում չկա աշխատանքային օրենսգիրք, ում ուզեն Հայաստանի մեջ կդնեն այսօր կհեռացնեն կամ նորին կնշանակեն, ինչպես որ Մասյացոտնի թեմում տեսանք, չէ, վերջերս 2 օր առաջ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պարագայում եւ դրան համապատասխան եղավ արձագանք այս հանձնախմբի կողմից, որ իրենք էլ ոչ լեգիտիմ են համարում, այսինքն մերժելի են համարում կաթողիկոսական գահը զբաղեցրած անձի ցանկացած որոշում։ Բայց վերջնանպատակը ճիշտ եմ հասկանում, որ այսինքն բարենորոգման process-ը սկսելու համար առաջնային քայլն այն է, որ Գարեգին պիտի հեռանա։ Այո, դա զրոկետն է, որ ես կուզեի դա մեր վարչապետն էլ գրանցեր իր մոտ, որտեղ վարչապետի էջի վրա գրված է, չէ, ճանապարհային քարտեզը առաջինը ինքը այդ իմպուլսը տվեց եւ նաեւ դա ներառնվեց հանձնախմբի ծրագրի մեջ, բայց այնտեղ գրված է տեղապահի ընտրությունից համար 1 կետ, բայց ես կասեի համար 0 կետ կա դրանից առաջ, դա կաթողիկոսի կամ հեռացումն է կամ սեփական հրաժարականը։ Ինչը հեշտ չի լինելու, որովհետև մենք գործընթացը տևական ժամանակ է կա, բայց մենք տեսնում ենք հակառակը, որ ամեն դեպքում Գարեգին չի պատրաստվում հեռանալ, այդ մասին խոսում են որոշ եկեղեցու սպասավորներ, օրինակ Ասողիկ Կարապետյանն էր հայտարարում, որ կապ չունի 10 եպիսկոպոս կմիանա, թե ավել քանակով եպիսկոպոսներ, քահանաներ, միևնույն է Գարեգին չի պատրաստվում հեռանալ։ Այս պարագայում ինչպես եք պատկերացնում, այսինքն։ Այո, շատ դժվար process դարձավ սա, տեխնիկապես
եւ նաեւ շատ ռեսուրսներ պահանջեց ու շատ ժամանակ։ Հիմա ինչպես լրագրող դուք գիտեք թե ինչքան եք զբաղվում այս նյութով կամ ես ինչպես աստվածաբան գիտահետազոտական աշխատանքներից թողած կարևոր գործերը կամ գիտաժողովները, կոնֆերանսները թողած զբաղվում եմ այս խնդրով, նույնը նաև մեր եպիսկոպոսների պարագայում փոխանակ իրենց վարչական գործունեությունը ծավալեն թեմերում ինչով են զբաղված տեսնում եք, եւ նաև պետության պարագայում, չէ, իշխանությունները ինչ ժամանակի առումով, էներգիայի առումով ինչքան են կենտրոնացած սրա վրա, բայց կարծում եմ ամեն բարեկարգություն այսպիսի խնդիրների հանդիպել է եւ մենք ունենք պատմական փաստեր, թե ինչքան դժվար է եղել, օրինակ ասենք այդ տարերի գյուտը կամ աստվածաշնչի թարգմանությունը ասորերենից հետո, ասենք արամեերենից հետո հունարենից միշտ խնդիր է եղել, չէ՞, կամ գրքերի տպագրությունը, որ դու էլ չարտագրես ծերագրերի պես, այլ տպարան դնես, ինչպես արել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 18-րդ դարում, դա ընդվզում է առաջացնում, կամ ասենք օրինակ եկեղեցական երաժշտության պարագային էլ, որ Կոմիտաս վարդապետին բոլորը սիրում են, ինքը երբ որ երգեհոնն է ներմուծել մեր եկեղեցիների պատարակների ժամանակ ու բաժանել է քարաձայն երգչախումբ է սարքել, կանանց ներգրավել է որպես երկողներ, դա մեծ խնդիրների է բերել ու իրեն նույնիսկ այնքան է ստիպել, որ ինքը թողել հեռացել է Հայաստանից, գնացել է Կոնստանդնուպոլիս։ Այսինքն հեշտ չի լինելու։ Չէ, ես կարծում եմ հակառակը ինքը ամեն ինչ բարդացնելու է, ես այսպես տեսնում եմ, որ ինքը ավելի է էսկալացիան խորացնում, ինչպես Գևորգ Սարոյանի եպիսկոպոսի կամ Հայրգուսանի պարագայում Շվեյցարիայում մենք տեսնում ենք, որ ինքը ակտիվ ձևով փորձում է ավելի թեժացնել ու խանգարել այս ընթացքը։ Երկու դեպքում էլ փոխարինող է արդեն գտել Հայրգուսանը հանրայինի տաղավարում հայտարարում էր, որ իրեն արդեն սպառնացել են, զանգել են, վախեցրել են, այսինքն այդ մեթոդը գործում է։ Այո, կա բարոյահոգեբանական ճնշում եւ կա սպառնալիքներ եւ կա շատ տարբեր մեթոդներ ու գիտեք մի քիչ տարբեր է հայաստանյան թեմերի պարագան Սփյուռքում դա ավելի դժվար է անել, բայց ինքը երկու տեղն էլ փորձում է այս ճանապարհով աշխատել, որտեղ հայաստանյան թեմերում չկա ընտրված համայնքային խորհուրդ կամ թեմական խորհուրդ ու նաև առաջնորդները չեն ընտրվել, այլ նշանակվել են ուղիղ մայրաթորից եւ դրա համար ինքը հետո ասում է հանում եմ այս մարդկանց ու իմիջիալոց Գևորգ Սփազանի պարագայում է լուրջ մեղադրանքներ են ներկայացվել, որ ինքը իբրև թե վախեցրել է, չէ, քահանան, սա ես խնդրում եմ, որ եթե կա տենց բան, ուրեմն պետք է հաղորդում ներկայացնել եւ քննչական կոմիտեն հետապնդի, արդյոք եղել է ինչ որ մի վախեցրած բան, վախեցած քահանա, թե չէ, որովհետև սա հանցագործություն է, չէ։ Այս մասին նաև լսեցի Հայր Ռուբենը Արարատ քաղաքում այդ մասին երեք խոսեց, բայց եթե այդպես է, թող Հայր Ռուբենին կանչեն, խնդրում եմ, ինքը ներկայացնի փաստեր։ Մի հատ է քահանա կա, այդ էլ Ազատություն ռադիոկայանին այդ մասին ասեց հեռախոսով, խնդրում եմ իրեն կանչեն։ Իսկ Սփյուռքում չէ, այնտեղ ընտրված են առաջնորդները, կա ամեն թեմ գրանցված է տվյալ պետությունում իր կանոնադրությունով, օրինակ ասենք Ֆրանսիան վերցնենք, էլի կարելի է այդ օրինակը ասեմ, Ֆրանսիայում կա ասենք թեմ ու թեմը ունի հոգևորական եւ առաջնորդ, բայց կտրիչը չի կարա այնտեղ իր մարդկանց ներմուծի, օրինակ փորձեց Նիցա քաղաքում, Նիսում մի հատ տենց քահանա կար Վաչե Հայրապետյան մտցնել ու խնդիր եղավ։ Հետո նաև առաջնորդի հետ Նորվան arczepiskopos Զաքարյանի հետ ինքը մենամարտի մտավ, չկարացավ առաջնորդին հանել պաշտոնից, որտեղ ընտրված առաջնորդ էր 7 տարով կանոնադրության համաձայն ֆրանսիական օրենքի, բայց այնքան հոգու հետ խաղաց, որ այս արժանի մարդը թողեց ոնց որ թքեց իրենց վրա, ասաց դե ես էլ չեմ շարունակի, իմ մանդատը հեսա կվերջանա 13 թվականին ու ես այլևս չեմ լինի առաջնորդ ու ինքը գնաց թոշակի։
Այսինքն թեև Սփյուռքում լիազորությունները այնքան մեծ չեն, որքան այստեղի թեմերը, բայց այդ ճնշումը բարոյ հոգեբանական նաև այդ վախի մթնոլորտը փորձում են այնտեղ էլ տարածել։ Այո, եւ ինքը տարբեր մեթոդներ ունի, օրինակ Հայր Գուսանի պարագային մենք գիտենք, որ ինքը Երուսաղեմի միաբան է, այսինքն օրենքով Կտրիչ Ներսիսյանը չի կարա իրան կարգալույցանի եկեղեցական օրենքի ավանդությունների մասին է խոսքը, բայց ինքը կարա Նուրհան պատրիարքի միջոցով, այսինքն Երուսաղեմի միջոցով զանգեն իրեն ահաբեկեն, ասեն, եթե դու չես լսի մեզ, ուրեմն վաղը քեզ արդեն պատժելու ենք ու բարեբախտաբար այսօր ինտերնետ ունենք ու ինքը դիմեց հանրային հեռուստատեսություն եւ հարցազրույց տվեց ու դա որոշակի չափով մի քիչ ստափեցրեց, չէ՞։ Բայց եթե չլիներ այս հնարավորությունները, այսինքն այս ժամանակակից տեխնոլոգիան չլիներ, իրան հաստատ արդեն լիկվիդացրել էին։ Պարոն Հարությունյան, իսկ այդ վախի մթնոլորտով է պայմանավորված, որ վերջին շրջանում մենք տեսանք, որ տեղի համայնքներից համայնքի տարբեր քահանաներ, հոգևորականներ միացան գործընթացին, բայց Սփյուռքում նույն ակտիվությունը չենք տեսնում դեռևս։ Այդ վախի մթնոլորտով է պայմանավորված, թե դուք այլ հանգամանք եք տեսնում։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ այստեղ արդեն այս թեմերը կան, օրինակ Վայոց ձորը կա, Կոտայքը կա, Արմավիրի թեմը կա, Երևանի Արարատյան հայրապետական մասացյոթն թեմը կա, ու այս եթե առաջնորդներն արդեն ոտքի են ելել, ես իրենց կոչում եմ ծանր հրետանի։ Այսինքն խոսքը ոչ թե ժամանակակից ռազմագիտության մասն է, այլ ասենք ուշ միջնադարյան լավ Նապոլեոնի ժամանակվա ռազմական օրենքներով այս ծանր հրետանին երբ որ ելավ իրեն աջակիցներ են, չէ՞, պետք կամ ասենք այն մարդիկ, որ համախոհ են իրենց հետ, այդ տղաները միացան իրենց։ Դրանք էլ ասենք ոնց որ հետևակն են, էլի, ասենց եկան կանգնեցին կողքերը, այս ծանր հրետանում, որ միայն այս առաջնորդների ուսերին չմնա, որտեղ իրենց վրա տեսակ ինչ հարձակումներ եղան, չէ՞, մեդիայում ինչքան ցեղ շպրտեցին իրենց վրա ու ինչքան կեղծիքներ սկսեցին իրենց մասին տարածել, կամ ասենք ինչքան լուտանք, մեղադրանք եւ այլն ասենց հարվածների տակ գնացին այդ սրբազանները ու լավ է որ այս քաջ հովիվները ասեցին չէ մենք մեր առաջնորդների կողքին ենք ու մենք ոչ թե արդարացնում ենք այս մարդկանց ոչ թե ասում ենք որ այս տղաները բոլորը սուրբ են չէ այլ մենք աջակցում ենք բարեկարգության ծրագիրը ինչը նշանակում է որ մենք պատրաստ ենք ասենք բոլորս նաեւ զղջալու մեր մեղքերի համար ինչպես գրված է հայտարարության մեջ ու նաև դեպի առաջ նայելու կոնստրուկտիվ ճանապարհով, այսինքն կառուցողական աշխատանք անելու միասին։ Իսկ սպասելի էր, որ այդքան հոգևորականներ կմիանային, մոտ 3 տասնյակ հոգևորականներ, քահանաներ են միացել։ Ինչի մասին է խոսում, ինչի մասին է վկայում այդ փաստը եւ դուք կապի մեջ եք հոգևորականների հետ։ Առաջիկայում սպասում եք էլի մարդկանց, որ կարող են միանալ, եթե ոչ կա որևէ կաշկանդող հանգամանք։ Ես շատ ուրախ եմ, որ այս թեմերում այդ աջակցությունը եղավ ինքնաբուխ, ես խոսել եմ այս 10 սրբազանների հետ, իրենք ոչ ոք այդպիսի պայման չեն դրել իրենց թեմերում, ընդհանրապես անգամ մեկ բառ իրենք չեն ասել, որ եկեք կանգնեք մեր կողքին, որովհետև դա կլիներ իրոք, ասենք, չասեմ պարտադրանք, այլ դա կարող է լիներ, ասենք, բարոյական դիլեմա, էլի, որ ես ձեզ ասում եմ, հա, եկեք իմ կողմ, չէ, այսինքն մարդը կարող է զուտ հարգանքից ելներ գար, բայց դա չլիներ իր ինքնական որոշումը, այլ սկզբունքը հետևյալն է, որ այս 10 տղաները իրենք ասում են թե իրենց հոգևորականների պարագայում եւ թե մյուս եպիսկոպոսների պարագայում, եթե ինչ որ մեկը ուզում է, ասենք, Հայր Գուսանի պես գա միանալ, ուրեմն թող ինքը հանրային հայտարարություն անի եւ ոնց որ ցույց տա, որ մեր կողքին է։ Իսկ նենց զանգողներ կամ նենց գրողներ հարյուրավոր, այսինքն ես այդքան եմ ստանում զանգեր ու գրություններ, ես այդ խմբից եմ զարմացած, որ իրանք ասես միջին դիրք են բռնել, այսպես ասած, իրանք ոչ սպիտակ են, ոչ սև, որ այդ պատերազմին չեն ուզում մասնակցեն փոխաբերական իմաստով։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Ինչպես են իրենք բացատրում դա։ Շատերը չեն բացատրում, շատերը տենց ուղակի զանգում են, ասում են ոնց է, եղբայր, բան, սենց մենք ձեզ սիրում ենք, բան, սենց ինչ որ սենց ալեգորիկ փոխաբերական մեսեջներ են գրում կամ տենց ձայնային հաղորդագրություններ են փոխանցում օրհնվի քո ընտանիքը եւ այլն քո երեխային թող օրհնվի, չգիտեմ, զավակիդ պաճիկներ, sense լավ բաներ են ասում, sense ոնց որ կամ ցույց են տալի, որ հա մենք իրանց համար սիրված մարդիկ են։
Ես կարծում եմ տարբեր պայմաններ կարող է լինել, որ օրինակ եթե մի մարդ թեկուզ ասենք կոպիտ ասած ֆինանսական դժվարության մեջ է ու եթե հիմա իրան կարգավիճ հռչակեն, օրինակ Տեր Արամի, Տեր Թադեի կամ Տեր Տարոնի պես, այս տղաները կարող է խնդիր ունենան, որովհետև ասենք իր զավակը հիվանդ է եւ ինքը դեղորայքի կարիք ունի եւ այլն, չէ։ Բայց հիմնական խնդիրը ես կարծում եմ իրենք այդքան երկար են եղել այդ բանտարկված վիճակում, որ ձեռքերը կապված են եղել, ոտքերը կապված են եղել, լեզուն կտրված է եղել, իրենց երբեք չեն թողել, որ իրենք ինքնուրույն մտածեն կամ ինչ-որ մի խոսք ասեն, էլի, որ սրտից է գալիս։ Ու իրենք ստիպված կարծում եմ սենց իրենց խղճի ձայնը լռեցրել են, որովհետև աստվածաբանորեն եթե նայում ես քո խղճի ձայնը դա Աստծո ձայնն է։ Ամեն մարդ ի ծնե ունի այդ խղճի մեջ այդ աստվածային հոգին, ու եթե դու մկրտվում ես, ստանում ես Սուրբ Հոգու շնորհները, քեզ նաև այդ բնատուր, այսպես ասած, ունակությունն է տրված, որ դու ճիշտը կարաս զանազանես սխալից։ Օրինակ եղել է, չէ, ռեֆլեկտիվ դուք կանգնել եք թույլ մարդու կողքը, որ տեսել եք իրան ճնշում են, չէ, ու չեք թողել, կամ ասենք հիմա թեկուզ տեսնեք մեկին ուզում են փոքր երեխուն նեղացնեն, դուք ավտոմատ ձևով կգնաք կպաշտպանեք, չէ, դա խղճի ձայնն է, աստվածայինն է ձեր մեջ։ Բայց եթե դու միշտ լռեցնում ես այս խղճի ձայնը, որ ինչքան ասես անարդարություն են անում ու այդ Արշակ Սամվել Խաչատրյանի դիվանապետության օրոք կամ Կտրիչի այդ հավաքների ժամանակ ինքը սենց բառացիորեն, հանրայնորեն բոլորին նվաստացրել է կամ այդ բանտային լեզվով ասած կոտրել է, էլի, այս երեխեքին ու մի քանի անգամներ էլ ոնց պետք է այս մարդիկ ոտքի կանգնեն, իրենք արդեն պարալիզված են, այսինքն իրենք ինձ համար իրենք բանտարկված են կամ այդ բաբելոնյան ստրկության մեջ եղողներն են, որոնց այս 10 քաչ արքեպիսկոպոսները այդ իրանց քահանաներով ու աջակից հավատացյալներով պետք է ազատագրեն։ Ու դա նորմալ վիճակ է, որ մարդիկ հոգևորականը իրեն բանտարկված է զգում կամ մոտավորապես գոնե այդ վիճակում է։ Դա շատ աննորմալ վիճակ է, դա շատ վատ է, որ 21-րդ դարում sense բան կարա լինի, բայց մի բան էլ ստեղ ասեմ, հիշում եք իրանք օգտագործում են այդ տիրադավ տերմինը, չէ, շատ են ասում։ Հետո Վազգեն Սպազյանը կարծեմ ձեր ելույթում էր, չէ, ձեր զրույցի մեջ էր, որ ասես չէ տիրադավ չի կարելի ասել, որտեղ տիրադավը նշանակում է Աստծուն դավաճանել։ Հիմա նրանք փոխել են այս նարատիվը, որտեղ շատ են սիրում այդ բառը, տիրադավ, առաջ ուրիշ բառեր էին մոդա, առաջ ասում էին ներ, այդ Բագրատ Գալստանյանն էր հորինը, հետո այն Հովակիմ Հովնանիկ եպիսկոպոս Հակոբյանը Վարդուից հորինեց Հուդա տերմինը, հետո որ աստվածաբանորեն բացատրեցինք, որ դա սխալ է, հիմա անցել են տիրադավին, բայց այս վերջերս մի հատ տենց կիսագրագետ քահանա ChatGPT-ով ու copy paste-ով մի հատ հոդված ա գրել, որ չէ, էսի աստվածաբանական իմաստով չենք ասում տիրադավ Աստծուն միայն նկատի, այլ ինչ որ Հայկազյան բառարանի բացատրությամբ սա նշանակում է քո տիրոջը դավաճանում ես, այսինքն իրավաբանական տերմին է եւ զինվորական էլի, որ դու քո բանը սպային ես բան արել, մերժել։ Հիմա ես ասում եմ շատ լավ է, կարդացի այդ ChatGPT-ով գրածը, Մայրաթորի տերհայրներից է ու շատ ուրախացա, որովհետեւ դա նշանակում է իրենք դեռ մնացել են այդ խուլ միջնադարյան հարացույցի մեջ, այսինքն տեր եւ ծառա հարաբերության մեջ են։ Ինքը տենց էլ գրում է, ասում է կաթողիկոսը մեր տերն է, որովհետեւ ինքը գրում է տեր, բան այդ դվայնոյ տիտղոսը, իսկ քահանան գրում է տեր տիտղոսը, բայց հիմա եթե մի մարդ օրինակ շատ է լինում, էլի Սփյուռքում կամ բան, մարդիկ կոնֆլիկտ են ունենում տերհայրի հետ, նեղանում են իրարից, գնում են, չէ, այդ հավատացյալները։ Հիմա դա էլ է տիրադավես մարդը կամ այդ ստրուկ եւ ծառա հարաբերությունը դուք ինչքան պիտի պահեք, ասենք մինչեւ 22, 23-րդ, 24-րդ դար, թե դուք պետք է անցնեք վերջերս արդիականությունը, որ ֆրանսիական հեղափոխությունից հետո եվրոպական երկրները որդեգրել են եւ ասել են ինչ liberté, égalité, fraternité, այսինքն ազատություն, հավասարություն եւ եղբայրություն, բոլորս կին, տղամարդ, քաղաքացիներ, թե հոգեվորականներ բոլորս նույն իրավունքներ ունենք, այսինքն տեր եւ ծառա չկա։ Այսինքն ես շատ ուրախ եմ ըստ Տիրադավի համար, եթե մեկը ինձ ասի,
դիրադավ ես կուրախանամ, որտեղ նշանակում որ ես ստրուկ չեմ։ Ու ես եպիսկոպոսներին եմ խորհուրդ կտամ, այս քահանաներին 20-30, որ իրանք էլ ուրախանան, դա նշանակում է, որ իրանք այդ ստրկամիտ փուլից դուրս են եկել եւ ազատ մարդիկ են։ Ասացիք 10 եպիսկոպոսները եկել են, որ այդ ստրկամտությունից ազատ են նաև մնացած հոգևորականներին, ոնց որ այդ ծանր բեռն են իրենց վրա վերցրել։ Ամեն դեպքում դա հեշտ է լինելու եւ նաեւ այդ գործընթացին ինչ է տալիս վարչապետի այդքան ակտիվ մասնակցությունը մենք տեսնում ենք վերջին շրջանում վարչապետի ամեն կիրակյա պատարակների մասնակցելը ուխտերթը, հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն այդ թեմային անդրադարձը, սա հավելյալ մոտիվացիա հաղորդում է գործընթացին, ինչ է կարծում։ Ես կարծում եմ բարեկարգությունը շատ բազմակողմանի նախաձեռնություն է լինելու, ազատագրելու պահը անշուշտ դա առաջիններից մեկն է լինելու, ոնց որ երբեմն մարդիկ ասում են, այս բան եք խաղում, այդ ֆիլմի անունը ոնց էր Game of Thrones, հայերեն ոնց էին ասում, Գահերի խաղը։ Հա, հիշում եք, չէ՞, այդ ֆիլմը այդպես երկար սերիալ էր, բայց դա ես չի ասի գահերի խաղն է, որովհետև այնտեղ հավասար թակավորություններ են, չէ՞, իրար հետ կռվում են։ Ես կասեի, էսի մի քիչ այդ բանի Շիլկունչիկի մուլտֆիլմն է, այսինքն այդ պոպոկ ջարդողի, որ դու կռվում ես առնետների այդ արքայի հետ, էլի, ու այս տղաները, երիտասարդները, ովքեր ոտքի հելան, այս քահանաները, ու նաև այս մյուս 20-30 հովիվները, որ աջակցում են հիմա այս եպիսկոպոս սրբազաններին, արքեպիսկոպոսներին, իրանք այդ պոպոկ ջարդող զինվորներն են, որ քաջաբար այդ փուճուր թուրով, հիշում եք այդ մուլտֆիլմը Չայկովսկու բանով, չէ, երաժշտությունով, մտնում են այդ առնետների ծակը։ Ու այնտեղ բայց պարզվում է, որ ոչ թե ինչ-որ մի հատ բանակ կա, ինչ-որ, այլ ուղղակի sense մի քանի տենց ես իրանք կներեք շատ նեղություն կոչում եմ ամորձահատված շերեփուկներ, sense ուղղակի ոտի տակը խլվելում են, էլի սրանք։ Ու դու ուղղակի նեղություն ես քաշում, մինչև դու հասնես այդ առնետների թագավորին, բայց այդ առնետների թագավորը իր թիկունքում ունի մի հատ մեծ կայսրություն, այսինքն հին կայսրություն, որի մայրաքաղաքը Մոսկվան էր։ Ու այս Մոսկվայի աջակցությամբ այդ չար ուժը այսօր գրավել է մայրաթորը, երկար տարիներ փակել է մայրտաճարը, որ այնտեղ աղոթք չլինի։ Հիմա էլ նաև փակեցին Գևորգյան ճեմարանը ու եթե թույլ տաք մի հատ էլ տենց համատություն անեմ, բարեկարգվում են նաև, ասենք, ցանկացած ֆիզիկական օրգանիզմ, չէ՞։ Մենք ասում ենք եկեղեցին դա մարմին է ու ցանկացած մարդու մարմին, եթե հիշում եք դպրոցական դասաժամերից, անատոմիայի, բիոլոգիայի, մենք ասում ենք 7 տարին մեկ քո բջիջները փոխվում են, չէ՞, ամբողջ օրգանիզմի մեջ։ Ու եթե մի օր կգա, որ չփոխվեն, քո բջիջները չթարմանան, դու սկսել ես ծերանալ, այսինքն փայտացում է տեղի ունենում, հիվանդանում ես։ Հիմա եթե բարեկարգում ենք ու փոխում ենք այս եկեղեցին, դա շատ լավ բան է, որովհետև թարմացնում ենք, էլի, այս առնետից մեծ թագավորից, մեծ կայսրից, Վլադիմիր Պուտինից ազատում ենք այս մեր սուրբ կառույցը, բացում ենք Գևորգյան ճեմարանը ու նոր սերունդ ենք տալիս, առողջ։ Եվ ասենք, չգիտեմ, Աստվածտա 10, 15, 20 տարի հետո ունենում ենք բարեկարգված ու հավատացյալներին ծառայող ու մեր հանրապետությանը հավատարիմ եկեղեցի։ Այսինքն որևէ արտաքին ուժից կախում չունենալը կարևոր նաև նախապայմաններից մեկն է եկեղեցու բարենորոգման։ Այո, մեզ շատ են, չէ՞, տես մեղադրում, ասում են, հա դուք, չգիտեմ ինչ է, առաջ ասում են սորոսական, չէ՞, հիմա չգիտեմ ինչ են ասում, տենց արևմտամետ, չէ՞, կամ տենց ինչ-որ մի բան են ասում, կամ հիմա ասում են Էրդողանի պրոյեկտն եք, դուք Թուրքիայի, չգիտեմ ում պրոյեկտն եք, եւ սա ասում են հետաքրքիր է այն մարդիկ, որ իրոք հայ են ու բանի նաև իրանքի կտրիչի պատարակներին են գնում, չէ, այնտեղ ներկա են կամ իրանց են նկարում, ես ուրախ եմ շատ, որ իրանք էլ են գնում պատարակների, ուրախ եմ, որ իրանք էլ շապիկ են հագնում, քավոն են կանգնում, բան։ Ու որովհետև Հայաստանը շատ երկար ժամանակ եղել է օկուպացված, շուրջ 1000 տարի, չէ, մենք չենք ունեցել այս արևելյան Հայաստանում թագավորություն, այսինքն Կիլիկյան, եթե մի կողմ դնենք, ու միայն այդ 18-ից 21 թվականը անկախ պետություն ենք ունեցել,
բայց հետո կոմունիզմն ա եկել ու հետո որ ասում ենք 91-ից անկախ ենք, փաստացի ստացվում է, հա, մենք թղթի վրա անկախ ենք եղել, բայց այդ 3 նախագահների օրոք մենք ցավոք վերականգնել ենք այդ ֆեոդալական հին բարքերը ու շատ եղել է շատ կոպիտ կապիտալիզմ է ստեղ եղել, շատ նաև անօրեն կապիտալիզմ ա եղել, որը մենք հիմա աստիճանաբար 2018 թվականից մաքրում ենք։ Ես օրինակ 2019-ին եմ վերադարձել Գերմանիայից Հայաստան, այդտեղ արդեն 6.5 տարի, 6 տարի ապրում եմ, չէ՞։ Ու ես տեսնում եմ այդ փոփոխությունները, չնայած եղավ կոവിഡ്, չնայած եղավ պատերազմ, չնայած եղավ Արցախի ծանր կորուստ, բայց եկեղեցու մեջ դա չեղավ։ Եկեղեցին դա տենց մնաց որպես քարացած, տենց միջնադարյան շատ խավարամիտ կառույց ու սա ցույցիչ է, որ եկեղեցին նոր պետքա դառնա անկախ պետության մաս։ Ու դա իրենց համար երևի թե ցավալի կորուստ է լինելու, որովհետև եթե իրենք չունեն այդ խղճի մաքրությունը, չունեն այդ անկեղծ հավատքը, չունեն այդ նվիրումը պետությանը, ասենք չեմ ասում էլի իշխանությանը կապ չունի ով է իշխանությունը, այլ պետականամետ մտածելակերպ չունեն, այլ միշտ մտածում են թե լավ կլինի օտարին կպնենք, մեծ այդ ագուլաներին էլի, այդ շնաձկերին ու իրանց հետ ապրենք կողքից, կամ էլ եթե քեզ են տեսնում, ասում են, հա, ինձ էլ ինչ էին ասում, ասում են դու Անգելա Մերկելի մոտից ես, չէ՞, գալիս ու Անգելա Մերկելն է քեզ տեղ ուղարկել կեմարած, ասում, հա, մի հատ էլ կրեդիտ կարտա տվել, ասում ես ոսկեգույն, ասել է Հարութ ջան, ինչքան կուզես կծախսես, մենակ թե շատ չանես, որ հանգարց չերևա, մեր ֆինանսական նախարարությունը կզարմանա, էլի, որ ասենք, չգիտեմ, $50,000 ծախսես եվրո։ Ուսես խնդում են, էլի, որ այս ինչ ենք խոսում, որովհետև իրանք չեն պատկերացնում, որ դու կարաս անկախ լինես։ Այդ ինքնավարությունը իրանց համար շատ խորթ է։ Պարոն Հարությունյան, շատ կարևոր բաներից խոսեցիք, քաղաքականությունից, մասնավորապես որևէ բևեռից կախված լինել չլինելուց խոսեցիք։ Տեսեք, 2026 թվականը ընտրական տարի է, արդեն շուտով նախընտրական փուլ ենք մտնելու, մենք գիտենք, որ եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականներ ակտիվ ներգրաված են եղել քաղաքական պրոցեսներում, ամենատարբեր ընտրությունների ժամանակ կոչով, հորդորով են հանդես եկել, հորդորել են ընտրել ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին, անհատներին, պարբերաբար հորդորել են չընտրել իշխանությանը եւ այսպես շարունակ։ Մենք դա նախորդ 7 տարիների ընթացքում գոնե տեսել ենք։ Հիմա ինչ եք կարծում, եկեղեցու որոշ սպասավորներ կմտնեն այդ գործընթացի մեջ, նկատի ունեմ քաղաքականության մեջ, կսկսեն կրկին քաղաքական հայտարարություններով հանդես գալ, ընդդիմադիր բևեռի կողմից հանդես գալ, նաեւ հայտարարություններ անել, կոչ անել, որ ընտրեն ընդդիմադիրներին, թե այս տեղի ունեցող պրոցեսները, բարենորոգման գործընթացը կարող է որոշակիորեն կաշկանդել։ Դուք ինչ եք կարծում, ամեն դեպքում կաշկանդված կլինեն, թե այնուամենայնիվ կներգրավեն այդ պրոցեսներում։ Ես կարծում եմ, որ եթե մինչև հիմա նայենք, թե ինչպես է գնացել, այդ 2021 թվականից սկսած չէ, որ արդեն հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ լավ կլինի, որ գլխավորի մի եկեղեցական, դա ցույց տվեց, որ իրենք ցայտնոտային վիճակի մեջ են, որ չունեն լիդեր, եւ իրենք կարծեմ 21 թվականին դες մի հատ է փորձեցին դաշնակցության միջոցով, չէ, Իշխան Սաղաթելյանին առաջ բերել, բայց չստացվեց։ Եվ իրենք ընտրեցին Բագրատ Գալստանյանին, կամաց տենց իրեն բան առաջ բերեցին, դե բոլոր գիտեն, հիմա արդեն բարձ խոսում են, որ դա պրոյեկտ էր, ու դա արվեց Կտրիշ Ներսիսյանի օրհնությամբ։ Իր մենտորներ, այսինքն իր ուսուցիչն էլ Միքայել Աջապահյանն էր, որ միշտ 102-րդ բազայում էր ռուսական զորքերի, այնտեղ FSB-ն վստահաբար իրեն էլ ցուցումներ տալիս, թե ինչպես անեն։ Եվ իրենք ձախողվեցին, բայց այդ կեղտոտ խաղը դեռևս շարունակվում է։ Ու եթե կարդացիք այդ Աջապահյանի գրությունները, չէ, այս վերջի շրջան, որ ինքը ոնց մեղադրեց, ինքը իմիջիալից այդ տիրադավ տերմինը ինքը բերեց առաջ, չէ, այս վերջերս էլ ինչ մի բան էլ արեց, չէ, այդպես մի բան Վաղաշապատի ընտրությունների ժամանակ օրինակ հորդորում էր ընտրել ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժի, բայց չընտրել իշխանության ներկայացուցիչներին։ Հա, Պլյուս մեկ էլ դեկտեմբերի 7-ին ինքը ինչ որ ասեց, այդ որ գնացել է վարչապետը այնտեղ 4 եպիսկոպոսներով
արելապատարակ, այնտեղ սրբապղծված է, չէ, ես կգամ ասեց, բանտից կգամ, հետո կմաքրեմ։ Ինքը sense այդ մաքուր անմաքուրի բանը բերեց։ Հիմա նայեք, այստեղ մի քանի համակարգեր իրան են խառնում, էլի, քաղաքական, աստվածաբանական, կրոնագիտական, եթե թույլ տաք ասեմ, որ ասենք կրոնագիտության տեսանկյունից որ դու նայում ես, այդ մաքուր անմաքուրի հարցը դա հուդայականությունից է գալիս, որտեղ իրանք Եգիպտոսից որ դուրս են եկել, Մովսեսն, այսինքն ասում ենք Աբրահամն է բանի հուդայական կրոնի պատրիարքը, այսինքն ահապետը, բայց Մովսեսն է, չէ՞, այդ օրենքները մշակում։ Ու Մովսեսի մոտ շատ հստակ տենց զանազանում է, էլի դրվում ճիշտը որն է, սխալը որն է, ու մաքուրը որն է, անմաքուրը որն է, չէ՞, կոշեր ուտելիքները եւ անմաքուր կենդանիները եւ այլն, ու նաեւ առարկաների պարագայում ինքը հստակ դնում է։ Դա եկել մտել է հասել է մինչև Քրիստոսի շրջան, բայց Քրիստոս ասում է հələ մի րոպե էլի մարդն է կարևոր, չէ, ոչ թե այդ շաբաթ օրը, այսինքն եթե մեկը հիվանդ է, դու պետք է բուժես, այսինքն ինքը ռադիկալ կոտրեց ու այդ հոգևորը նորից վերականգնեց, որովհետև հрьяաների մոտ արդեն պարանոյա էր, իրանք ունեն ոչ թե 10 պատվիրաններ, այլ 613 օրենք 5 տականում, իրանց Թանախա կոչվում դա։ Պլյուս ունեն Թալմուդը, այդ առանձին օրենքներ, որ չես կարա պայս, շիզոֆրենիայի է տանում, ու Հիսուս ասեց կտրեց էսի, ասեց նույնիսկ իր առաքյալը, չէ, բան Պողոսը ասեց չկա մաքուր եւ անմաքուր, բոլորն էլ մաքուր են 6 կեր։ Այսինքն մկրտությունով բանով մենք լրիվ հոգևորի անցանք, բայց հետո երբ որ պետական կրոն դարավ քրիստոնեությունը ու այդ հեթանոսական էլեմենտները նորից մտան մեր մեջ, մենք դարձանք արդեն նորից այդ հին վիճակին ու հալալ եւ հարամ նաեւ իսլամի մեջ մտավ եւ այլն, այս սրբազանը, բանը Միքայելը, որի ուսուցիչն է, ինքը դրանով է շարժվում, 5 տակարանյան մտածելակերպով, բայց սա ոնց կարող ես մտցնել քաղաքականություն։ Մանավանդ ասենք դու հիմա նստած ես Արշակ Խաչատրյանի պես մարդու հետ մի բանտախցում, որը իր քերակնոջ հետ է եղել։ Եկդի մաքուր է, թե անմաքուր է։ 5 տականը հստակ արկելու է, չէ։ Հիմա բայց այս 26 թվին իրենք փորձելու են, ուղղակի ես դեռևս չեմ տեսնում իրենց մեջ խոսնակ, որովհետև ովքեր որ կային այդպես խոսացողներ չկան այլևս։ Մի քանի դիետասարդ քահանաները կան, որ շատ թերի լեզու ունեն եւ շատ փորձում են ակտիվ լինել, բայց իրանց մոտ չի ստացվում, բայց անշուշտ խաղը շարունակվում է եւ կարծում քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը այդ գահին է, ինքը ամեն ինչ անելու է, որ ներազդի։ Այսինքն process-ը այնուամենայնիվ process-ում ներգրաված լինելու են։ Այո, որտեվ իրենք ուրիշ նարատիվ չունեն, այսինքն ուրիշ ինչ խոսույթ ունեն։ Իրանք 24 թվին այդ Գիրանցի հարցը բարձրացեցին, չէ, ոսկե պարով դեպի Արցախ եւ այլն, այդպես փորձում էին Արցախով շարքել, բայց հետո հիմա կամաց հասկացան, որ դա չի բերում, էլի, դրա կան ոնց որ մասաներ չի հավաքում։ Ես կարծում եմ իրանք նաև գիտեն այդ Մոսկվայի կողմը գիտի արդեն, որ իրենք չեն լինելու մեծամասնություն, բայց կամ պիտի փորձեն մի քիչ Գյումրիի սցենարով տենց տրոհել ձայները եւ անցնել ու հետո մի բան անել, կամ գոնե մի քանի աթոռ իրենց համար ապահովեն, էլի։ Ոստեղ միակ խոսույթը դա եկեղեցին է ու կրոնը, այսպես ասած, սրբազան կառույցը, այդ կաթողիկոսի անձը մեկ էլ այդ Էրդողանի ու Թուրքիայի վտանգը, էլի, որ անընդհատ իրանք էլ կապում են իրար հետ։ Այսինքն մանիպուլատիվ շահարկումները։ Այո, եւ շատ ցավալի է, որտեղ կրոնը դու իրանք չունես բերես դրա մեջ, ու այդ ինչ որ արել է Ռոբերտ Քոչարյանը, ես կարծում եմ դա արվել է նաեւ Մոսկվայի հրահանգով, ես տենց եմ ենթադրում, դա շատ մեծ մեղք է, ու այդ մեղքի համար բոլորն է պատասխան են տալու։ Եվ պարոն Հարությունյան, ամփոփելով մեր զրույցը, որպես աստվածաբան, ինչպիսի եկեղեցի պետություն հարաբերություններ կուզենայիք տեսնել ապագայում, ինչպես եք դուք պատկերացնում այդ հարաբերությունները, որն է ճիշտը, եթե այդ տեսանկյունից նայենք, ճիշտ կամ սխալ, ինչպիսին պիտի լինի եկեղեցի պետություն հարաբերությունները։ Ես կարծում եմ մեր մոտ ամեն ինչ շատ խառնված է, այդ 3 մոդելների մասին արդեն հանրային զրույցում ասել եմ 1-2 անգամ, որ կա այդ մայր եկեղեցու պետական եկեղեցու մոդելը, ոնց որ Անգլիայում ենք տեսնում,
կա սերտ համագործակցության մոդել, ոնց որ Գերմանիայում է, եւ կա բաժանման, այսինքն ամբողջական սեպարացիայի մոդելը, որ Ֆրանսիայում է։ Հիմա մեր մոտ այդ երեք մոդելները խառնված են իրար ու ես կարծում եմ, որ դեռևս եկեղեցին ու պետությունը չեն գտել այդ առողջ հեռավորությունը իրարից։ Իրենք կամ շատ մոտ են իրար ու մեկը մյուսի հետ ոնց որ սիմբիոզի մեջ է մտել, էլի, այսինքն ոնց որ սերտ աճած են շատ ու վտանգավոր միություն է դառնում դա, կամ էլ հեռանում են իրարից ու սենց սկսում են իրար վրա քար նետել։ Իսկ ավարտելով դրա համար կուզեի մի հատ Արտուր Շոպենհաուերից մի հատ համատություն ասել, ինքը ասում է, տես պատմություն կա, որ վայրի ոզնիները ձմռանը մրսում էին ու շատ ցուրտ էր, բայց իրանք փորձեցին մոտենալ, որ մեկը մյուսին տաքացնի, հետո սկսեցին փշերով ծակել իրար։ Հետո հեռացան նորից իրարից ու սկսեցին մրսել։ Ասում եմ ամբողջ գիշեր տես մոտենում ծակում էին իրար ու հեռանում էին։ Դա համար ասում եմ ինչ է քաղաքակրթությունը։ Քաղաքակրթությունը այն է, որ մենք գտնում ենք այն առողջ հեռավորությունը իրարից, որ ոչ ծակում ենք իրար, ոչ էլ ամեն մեկս առանձին ենք մնում ու սառում ու հիվանդանում։ Եկեղեցին ու պետությունը պիտի գտնեն այդ առողջ հեռավորությունը, ճիշտ հասկացա։ Այո, եւ մեր պարագայում մի քիչ ուրիշ անշուշտ, որ մենք ունենք պատմական տենց միություն կամ պատմական այնպիսի հատվածներ, որտեղ եկեղեցին է ստանձնել սոցիալական վարչական ղեկավարության դերը, դա շատ դժվար է լինելու եւ նաեւ ասենք մեր խորհրդանիշներն էլ շատ ասենք մեր տարերը կամ մեր ասենք այդ առաջի քրիստոնյա դառնալու փաստը կամ թեկուզ այդ կաթողիկոսի ստատուսը, որ յուրահատուկ է, էլի, ասենք արևելյան եկեղեցիների համար ու բանի համար, բյուզանդական ուղղափառ եկեղեցիների համար, դա ոնց որ պապիզմ է, էլի, հռոմեական բան է, բայց մենք ունենք, մենք պետք է շատ զգույշ անենք այս բանը։ Անգլերեն ասում են adjustment, էլի, որ sense ասենք կարողանք էդի տենց դասակարգենք, որ չկորցնենք մեր պատմական ատրիբուտները, բայց վերաթարմացնենք, բարեկարգենք մեր ավանդությունը ու գտնենք այս առողջ մի հատ հեռավորություն, որ մեկս մյուսին օգնենք, պետությունը եւ եկեղեցին կարողանան իրար աջակցեն ու հայանվեր ծառայություն մատուցեն։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանի հետ։ Կհանդիպենք։